Բարեկամներ, բարի օր, ոչ հաճելի քննարկում եմ սպասվում, որովհետև եթե մի բան առնչվում է դավաճանության հետ, ինքը էությամբ հաճելի չի կարող լինել, մանավանդ որ մեր հայրենակցի մասին է խոսքը, ինչու եմ վստահ ասում, այլ ոչ թե ենթադրյալ դավաճանության մասին խոսում, որովհետև դատական պրոցես է եղել, դատարանը վճիռ է կայացրել եւ հիմա արդեն կարող ենք բացեբաց խոսել։ Այսպիսով, Շուշիի նախկին փոխքաղաքապետ Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշտակազմի ղեկավար, ռազմահայրենասիրության, նախագահի աշտակազմի ղեկավարի տեղակալ, ազգային անվտանգության ծառայության հետախուզության սպա, նույն ինքը Սարգիս Գալստյանը Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժը արդեն կրում է Հայաստանի Արթիկի բանտում։ Գալստյանի գործով դատական որոշումը ուժի մեջ է մտել նախորդ ամիս եւ նա օրերս տեղափոխվել է արդեն պատժի կրման վայր։ Նախ ասենք, որ առաջին ատյանի, ապա վերաքնիչ դատարանները ապացուցված են համարել, որ Սարիխան ծածկանունով Սարգիս Գալստյանը 2018 թվականից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին։ Դատական գործի նյութերի համաձայն Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշտակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարականները։ Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո արդեն ստացել է ադրբեջանական Սարիխան ծածկանունը եւ անցել է գործի։ Ես հիշեցնեմ, բարեկամներ, որ Սարգիս Գալստյանին մեղավոր են արդեն ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքներով, եւ դատապարտել են 18 տարվա ազատազրկման։ Սակայն նրա փաստաբանը Ալեքսանդր Կոչուբաևը փոխանցում է, որ վճիռը նրանք բողոքարկում են տարբեր ատյաններում, իդեպ գործնական քայլեր արդեն իրականացված են, դրանց մասին եւս կխոսենք։ Այս առաջին հայացքից պարզ, բայց իրականում շատ խճճված պատմությանը անդրադարձ են կատարել տարբեր վերլուծականներ արտերկրում, իդեպ ռուսական մեդիատիրույթում բավականին հետաքրքիր մեկնաբանության է արժանանում այս գործընթացը, Հայաստանում եւս վերջին շրջանում ակտիվացան տարբեր հարթակներ, առցանց եւ ոչ միայն Ազատությունը բավականին ծավալուն հոդվածով հանդես եկավ, հիմա եկեք հասկանանք իրականում ինչ է կատարվել ու դեռ ինչ է կատարվելու։ Իդեպ ես դիտավորի առանց Ազատությանն եմ հողմանում եւ այլ լրատվականների, որովհետեւ համացանցում այնպիսի տեղեկատվություններ են, որոնք հենց մասնագիտական, քննչական եւ ոչ միայն նյութեր են պարունակում, ուստի որպեսզի հանկարծ ապատեղեկատվություն չլինի, ես դիտավորյալ հղումներ եմ անում կայքերին։ Այսպիսով ավելի քան 1 տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-23 թվականների ընթացքում հավաքել է եւ WhatsApp-ի բջջային այլ հավելվածների օգնությամբ նամակագրության զանգերի միջոցով հատուկ ծառայության աշտակիցներին է հանձնել Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաև թե ինչ տրամադրություններ են արցախահայերի շրջանակներում եւ ոչ միայն։ Գալստյանը ըստ գործի նյութերի նաև մանրամասներ է փոխանցել Ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների դիրքորոշումների մասին, զրույցների մասին, նրանց միջև եղած հակասությունների մասին, 23 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, սպառողական մթերքների, հնարավոր դիմադրության եւ մի շարք այլ բնույթի տեղեկություններ։ Ըստ էության այն ամենը, ինչ պետք է հակառակորդին։ Իդեպ Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա հանկարծակի որոշեց իր կնոջ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում, ադրբեջանցիների ներքո։ Ինչու Սարուխանը որոշեց մնալ հայաթափված Արցախում եւ այսպես ինչով նա պարզաբանեց այդ իր գործողությունները, ինչու նա որոշեց մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղում։ Այս քայլը 2023 թվականի սեպտեմբերին իրոք զարմացրել էր շատերին, այստեղ մեզ մոտ բարձրաստիճան ղեկավարությանն անգամ, քանի որ այդ օրերին տեղի բնակչությունը, նկատի ունեմ Արցախահայությունը, կյանքի գնով էր վառելիք հայթայթում,
փորձելով օր առաջ լքել Ղարաբաղը, խուսափելով ադրբեջանական զինված ուժերի հնարավոր վայրագություններից։ Իդեպ այստեղ ասում են, իդեպ այդ հնարավոր վայրագությունները արտահայտության հետ մի համաձայն չեմ, որովհետև այն ինչ որ մենք տեսել ենք, այն կադրերը, որոնք տարածվում էին համացանցում, պարզից էլ պարզ էր դառնում, թե ինչեր կարող էր տեղի ունենալ, մանավանդ այն մարդկանց հետ, ովքեր դեմ էին, հա, այսպես ասած, ինտեգրման ծրագրին։ Ամեն դեպքում, ըստ քննիչների 2023 թվականի սեպտեմբերին հայաթափումից հետո Սարգիս Գալստյանը իրեն իսկ հավաքագրված օտարերկրյա հետախուզության աշխատակցի կողմից Ստեփանակերտում պաշտոնի առաջարկ էր ստացել եւ հենց պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ էր իր կնոջ Մարգարիտա Շահնազարյանի հետ որոշել էր մնալ Ստեփանակերտում։ Մինչդեռ Գալստյանը Ստեփանակերտում մնալու իր որոշումը դատավարության process-ի ընթացքում բացատրում էր միայն հայրենասիրական մղումներով։ Դատավարության ընթացքում պատասխանելով հանրային մեղադրողի այն հարցին, թե ինչու է նա մնացել, ինչպես է ստացվել, որ Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գիտակցելով այնտեղ մնալու վտանգը ամեն գնով դուրս են եկել, իսկ ինքը հանկարծ մնացել է այնտեղ հույս ունենալով, որ հայերը վերջիվերջո վերադառնալու են։ Այս հարցին Սարգիս Գալստյանը պատասխանում է հետևյալ կերպ մեջբերեմ, բառացիորեն. 1.5 միլիոն հայ է ցեղասպանվել, սակայն միայն կոմիտասն է խելագարվել, եթե Արցախից դուրս գամ, կմեռնեմ։ Մեջբերման ավարտ։ Ես փորձում եմ գնահատականներ չտալ, բայց մեր եթերներում մենք հաճախ ենք ժողովրդական ասույթներից խոսում, որովհետև այդ ամենը դարերով փորձված իմաստություն է, ժողովուրդը մի խոսք ունի, ասում է տականքի վերջին ապաստարանը հայրենասիրությունն է։ Ես գնահատական չեմ տալի, ես ցիտում եմ ժողովրդական իմաստությունը, գնանք առաջ։ Դատավարության ընթացքում հանրային մեղադրողը նաև հարցրեց, թե ինչու 18 տարեկան հայ զինվորներին գերեվարելուց հետո ադրբեջանցիները նրանց նկատմամբ բռնություն գործադրեցին, անմարդկային քայլ էր, մինչդեռ ինքը ու իր կինը անվնաս կարողացան վերադառնալ Հայաստան։ Նա պատասխանում է հետևյալ կերպ, որ ադրբեջանցիները գազանաբարո գործողություններ չէին կատարում իր նկատմամբ, քանի որ փորձում էին իրենց միջոցով իրականացնել քարոզչություն, որպեսզի իրենք ասեին, որ Ադրբեջանը լավն է, ադրբեջանցիները լավն են, բռնի տեղահանում տեղի չի ունեցել եւ այլն եւ այլն եւ այլն։ Իդեպ Գալստյանը տեղեկացրեց, թե Արցախում մնալու իր ցանկությունը հայտնել էր նաև նախկին նախագահ Բակո Սահակյանը, ով իդեպ իր որդու կնքահայրն է։ Ավելին, հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը Գալստյանին առաջարկել էր մնալ իր առանձնատանը, քանի որ այնտեղ եղել են անհրաժեշտ բոլոր հարմարությունները։ Բայց թե արդյունքում ուր է հիմա Բակո Սահակյանը, կարծում եմ գիտեք, ցավոք, բայց Բաքվի բանտում։ Դե պետք է քարոզչության թեմայով այսպիսի տեսակետ են հայտնել, որովհետև այն վայրագությունները, որ եղել են եւ համացանցում ողողված էին այդ կադրերը, այսինքն դա Արցախում բնակվող մեր հայրենակիցներին արցախահայությանը բավարար ապացույց չէր, պետք է սույն պարոնը ասեր ով էր լավ, ով է վատ։ Հետարքիր մեկնաբանություն է, բայց ինչևէ այս պատմության մեջ ամենաշատը հետաքրքրական է Գալստյանի պաշտպանի տեսակետը։ Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը այստեղ Երևանում պնդում է, որ գործում ընդհանրապես լրտեսության փաստը հիմնավորող ապացույց չկա։ Ադրբեջանցի падգամավորի հետ էլ ենթադրյալ է զանգը, որը կապում են Գալստյանի հետ, Գալստյանը իբր կապվել է падգամավորի հետ ադրբեջանցի Շուշիից Գորգերը վերադարձնելու նպատակով, ուրիշ հարց չի եղել։ Այսպիսով, Գալստյանի փաստաբանը արդեն բողոք է ուղարկել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԻԵՏ, ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այն հիմունքով, որ Հայաստանը եւ Հայաստանի դատարանը չի կարող քննել Սարգիս Գալստյանի գործը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Այստեղ շատ հետաքրքիր զարգացում է, իհարկե ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, փաստաբան չեմ, բայց տրամաբանությունը կարծես հետևյալն է։ Եթե Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը Ադրբեջանի մաս են ճանաչել, ուրեմն սույն պարոնի գործողությունները լրտեսություն չեն։ Հետաքրքիր է, բա ինչ է, ձոնցնծության թե ձոնխաղաղության։ Եկեք
հետաքրքիր տրամաբանություն։ Կամ եթե Հայաստանում չեն կարող, Հայաստանի դատարանները չեն կարող նրան քննել, նրան դատել, որովհետև Հայաստանը պաշտոնապես Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ճանաչում, ինչ է ստացվում, գուցե Կոչուբայևը ցանկանում է, որ Գալստյանին դատեն ադրբեջանական օրենքներով, Ադրբեջանի տարածքում։ Հետաքրքիր շրջադարձ է։ Մտածեք այդ ուղղությամբ։